Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ նժար սահմանադրական շարժման համահիմնադիրներից Նինա Կարապետյանցի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ Տիկին Կարապետյանց։ Ողջույն արիք։ Տիկին Կարապետյանց, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ծավալուն հարցազրույց տվել, որտեղ խոսել է բանակցային գործընթացի ձախողման մասին։ Նա նշել է, որ 2019 թվականին եղել է առաջարկ, որտեղ նաև հնարավոր է եղել, որտեղ նաև ներառված է եղել արցախցիների հարցը, սակայն ոչ թե որպես կետ, այլ ենթակետ, սակայն ըստ Սերժ Սարգսյանի կարելի էր բանակցել եւ դա եւս առանձին կետ դարձնել։ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձել է, նշելով, որ արդեն սկսել է բանակցային փաստաթղթերի սկանավորումը, մինչև տարեվերջ կհրապարակի։ Այս բանավեճը ըստ ձեզ ինչի համար սկսվեց այս փուլում։ Նիկոլ Փաշինյանը բավականին երկար ժամանակ ցանկություն ուներ ինչ որ ինֆորմացիաներ տարածելու, մանիպուլացնելու, ակնհայտ էր, որ հակադարձումը կամ պատասխանը պիտի լիներ եւ դա սպասելի էր։ Եթե մենք ունենայինք իրավական պետություն, ես կարծում եմ, որ մենք արդեն process պիտի սկսած լինեինք, քրեական գործեր հարուցված լինեն, որովհետև այն ինչի մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը, առնվազն գոնե հետազոտելու, հետաքննելու անհրաժեշտություն ու կարիք ուներ։ Բայց քանի որ մենք չունենք այդպիսի համակարգ, մենք բոլոր ժամանակներում ունեցել ենք կախվածություն ունեցող, օրվա իշխանություններից մեծ կախվածություն ունեցող արդարադատության համակարգ, այդ process-ը չի սկսվելու։ Նաև, գիտեք, մի ուրիշ գործիք էլ կար, ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, թեպետ ես էլի վերապահումներով է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ որոշակի հետազոտություններ կամ չգիտեմ ինչ էին արել այնտեղ, դա էլ չհրապարակվեց։ Հետևաբար սա կարող էր հիմք հանդիսանալ, այդ թվում նաև եթե իրավական պետություն լինենք, քրեական գործերի հարուցման։ Մենք պիտի իմանանք ինչա տեղի ունեցել։ Ինչ է կարծում, ի վերջո հանրությունը ամբողջական լիարժեք ճշգրիտ տեղեկություններ կստանա այդ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Մի 50 տարի հետո այո։ Երբ որ կսկսեն մեմուարներ գրել եւ հրապարակել այնպիսի փաստաթղթեր, որոնք փակ գախնի պատահական ոնց էր ասում սառնարանի ոտի տակից հանած պահած պարտակած փաստաթղթերը հրապարակվեն, այո։ Այս պահին որևէ մի կողմ կարծում եմ հետաքրքրված չի ամբողջական պատկերը ներկայացնելու։ Ինչու՞։ Որովհետև 20 տարուց ավել առնվազն 20-25 տարի շարունակ օրվա իշխանությունները փաստորեն դրսում խոսում էին մի բան, ներսում հասարակությանը գալիս են ներկայացնում են լրիվ ուրիշ պատկեր։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին որոշակի մեղմ ասած հետաքրքրվածություն ունի չխոսել ամեն ինչի մասին, ինչ կատարվել է, որովհետև ինքը պատերազմ է պարտվել, ինքը բանակցային, եթե դա իրականությանը համապատասխանում է իհարկե, բանակցային process-ն է փորձել խափանել, շատ հարցեր կան, բազմաթիվ հարցեր կան, որտեղ ուղիղ պատասխանատվության հարց պիտի բարձրացվի, դա անձեռնահասության հետևանք էր, թե դա դիտավորություն կար դրա մեջ։ Այսինքն դավաճանություն կար, թե չկար։ Հետևաբար, երբ դու չունես արդարադատության այնպիսի համակարգ, որը իսկապես իրականացնում է իր ուղիղ ֆունկցիաները, այլ ունես կամակատարներ, դու այս հարցի պատասխանները ստանալ չես կարող։ Բոլոր խաղացողները, բոլոր կողմերը ունեն իրենց ռուսերեն ասում են սկիլետիվ շկաֆու, հա, ունեն իրենց գաղտնիքները, հետևաբար բոլոր չեմ կարծում, որ իրենք բաց կխոսեն նրա մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Սերժ Սարգսյանի այս թեմաներով ակտիվացումը դուք պատահական եք համարում, թե նախընտրական փուլի հետ էլ կարող է կապ ունենալ։ Ամենայն հավանականությամբ նախընտրական փուլին ընդառաջ փորձում են մի կողմից թույլատրել Նիկոլ Փաշինյանի դիրքերը, ինչը շատ դրական process է, բայց մյուս կողմից էլ իրենք կարծես թե միջև վերջի պահը տեսանելի չէին, թե ումով են խաղալու դաշտում։ Ես չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը չի ունենա իր սրտի, այսպես ներկայացուցիչները, չեմ հավատում, որ ինքը ավելին ասեմ, տարբեր մասնակիցների վրա ստավ կաներ, այսպես ասած, չի դնի։ Հիմա հարցածագում իրենք իրենց դեմքով են նաև հանդես գալու, թե փորձում են ստեղծել կոալիցիաներ, որտեղ իրենց ներկայությունը, իրենց մասնակցությունը տենց շռնդալից տապալում չի նշանակի, այսինքն մարդը ինքն իրեն փորձեց կամ իր ժամանակի վարած քաղաքականությունը փորձեց մի քիչ սպիտակեցնել, այսպես ասած։
Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը մեղադրում է, ասում է, բանակը թուլացրել եք 18-ից հետո բանակցային մի փաթեթ է առաջարկվել ԵԱԿ համանախագահների կողմից 19 թվականին, որը գաղտնի եք պահել թե ժողովրդից, թե Արցախի ղեկավարությունից, հոբ համակարգից են խոսում, զինվել չզինվելուց են խոսում, Նիկոլ Փաշինյանը առավոտից ակտիվորեն հակադարձում է դրան, բայց Սերժ Սարգսյանը մի ուշագրավ միտք է ասել, որին ոչ մի կողմ չի արձագանքում, ասում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվում հայտնվել են ոչ առանց Հայաստանի գործող իշխանությունների միջամտության։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ ոչ առանց Հայաստանի միջամտության։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Սերժ Սարգսյանն ուղիղ ասում է, որ Հայաստանի ղեկավարների հետ է քննարկվել, թե ում գերության վերցնի Ադրբեջանը։ Սա ուղիղ մեղադրանք է, եւ եթե մենք նորից վերադառնանք, եթե մենք ունենանք արդարադատության համակարգ, հենց հիմա պիտի քրեական գործ հարուցվեր եւ պարոն Սարգսյանը պետքա հարցաքննվեր եւ հարցաքննվեն նաեւ այն մարդիկ, ում վերաբերյալ կարող են կասկածներ լինել, որովհետեւ որևէ մեկ անձ, ով ունի կապույտ անձնագիր, հայկական անձնագիր, ինքը չի կարող դավաճանված լինել, իսկ եթե այդպիսի process-ա տեղի ունեցել, մենք պարտադիր պիտի ունենանք դրա պատասխանատվության ենթարկվածների։ Կարող էր այդպիսի բան լինել, կարող էր, ինչու ոչ։ Երբ մենք նայում ենք, թե ինչ ջանքեր են գործադրում կամ ավելի շուտ չեն գործադրում օրվա իշխանությունները գերիների վերադարձի հետ կապված, ինչ հնարավորություններ կային 20 թվականից անմիջապես հետո որպես հումանիտար խնդիր այս հարցը լուծելու եւ այսպես պետահալեր բան անելու, ճնշելու միջազգային հանրությունը պարտադրելու լուծել հումանիտար խնդիրը ու երբ որ ես հիշում եմ թե ինչպես են հումանիտար խնդիրը բացահայտ դասական դասագրքային հումանիտար խնդիրը բերում հավասարեցնում Միջանցքի հետ Բերձորի Միջանցքի հետ կամ Լաչինի Միջանցքի հետ հավասար նժարի վրա դնում ես հասկանում որ այստեղ լրջագույն խնդիր կա եւ ես նայում եմ ինչպես են օրինակ զուգահեռ որպեսզի մեր լսարաններ պատկերավոր լինի տեսեք թե ինչպես են օգտագործում բոլոր աշխարհի հնարավոր ու անհնարին հարթակները օրինակ Իսրայելը իր գերիներին վերադարձնելու համար ու նայեք թե ինչ են անում մերով սա լուրջ կասկածներ է առաջացնում նորից պիտի լիներ քննություն պիտի լինի քննություն պարտադիր հասկանալու համար թե մենք ինչի արդյունքում ենք հասել այս վիճակին Այսինքն դա ինչպես է օրինակ հնարավոր քննարկել հայերին գերի տանելու հարցը Հայաստանի իշխանությունների հետ, այսինքն կապի են դուրս եկել այս մեկին տար, այն մեկին մի տար, այդպես իրավիճակը ինչպես հնարավոր կարող է լինել։ Դավիթ ջան, ես եւ դուք հիմա քննարկելու ենք բարոյականության, ադեկվատության, արժեհամակարգեր կրող մարդիկ որպես եւ լսարանի ճնշող մեծամասնությունը դա է դնելու հիմքում, որովհետեւ չի կարող ադեկվատ բարոյական մարդը կամ սահմանադրությամբ նման պարտավորություն ունեցող անվտանգությունը երաշխավորող պարտականություն ունեցող մարդիկ այլ գործունեություն ծավալեն, բացի քո կապույտ անձնագիր ունեցող ցանկացած մեկին, սիրում ես դու իրան թե չես սիրում, կիսում ես իր հայացքներ թե չես կիսում, պաշտպանելու տեսակետից։ Իսկ եթե այս գործի որպես գլխավոր դերակատարներ հանդես են գալիս մարդիկ, ովքեր որևէ բարոյական արժեքներ չունեն, ինչի մասին է խոսքը։ Երբ որ քեզ գալիս են ասում են որ Արարատը պիտի հանեն, որովհետև ինչ որ մարդիկ սրտնեղվում են ու Արարատը մերը չի, երբ որ քեզ բացատրում են որ դե ինչ ասեմ, ասենք նորմալ է որ արցախցիները այլևս Արցախում չեն ու այդ հարցը այլևս բարձրացնելու ենթակա չի իրենց իրավունքների տեսակետից, հա միջազգայինորեն ճանաչված իրավունքները բարձրացնելու ենթակա չեն եւ դրան որպես հակադրում ստանում են ինչ որ խումբ մարդկանց Հայաստան վերադառնալու հարցը Ինչ են ասում, ինչ Ադրբեջանն ասում, Արևմտյանը Ադրբեջան վերադառնալու հարց ու հակադարձում էստեղից չկա, շատ բնականon process է, շատ կանխատեսելի process է։ Սերժ Սարգսյանը սլակներն ուղում է նաև Սամվել Շահրամանյանի կողմից, ասում այդ ցուցակի մասին տեղյակ է եղել նաև Սամվել Շահրամանյանը եւ կարծում եմ կգա ժամանակ ինքը այդ մասին կխոսի, եթե այդպիսի բան է եղել, ինչու դա չի հայտարարվել, դա քննարկման այսպես թեմա չի դարձել։ Ես դժվարանում եմ, որտեղ էլի մարդիկ կան, Շահրամանյանի մասին չի խոսքը, էլի մարդիկ կային, ովքեր շատ մեծ ներդրում են ունեցել Արցախի ազատագրման հարցում, բայց իրենք շատ հեշտ ու հանգիստ կարողացել են սահմանը հատել։
մարդիկ, ովքեր կոնկրետ մասնակցել են ռազմական գործողություններին, ղեկավարել են ռազմական գործողությունները, բայց արի ուտես այդ մարդիկ շատ հանգիստ կարողացել են ադրբեջանական պոստերը անցնել, բայց օրինակ Վագիֆը Խաչատրյան, եթե չեմ սխալվում, որին անհասկանալի ինչ որ մեղադրանք առաջադրվել, ինչ կան, եթե հիշողությունս չի դավաճանում, Կարմիր խաչի մեքենայից են առևանգել տարել։ Այսինքն այնտեղ այնքան անդրամաբանական բաներ կան, որոնք որ այո, դրան այդ հարցերի պատասխանը մենք պիտի ունենանք։ Ու սա շատ կարևոր է այդ հարցերի պատասխանը ունենալ, ինչու է կարևոր, որպեսզի նման իրավիճակ այլևս երբեք չկրկնվի, որպեսզի իրար հակադիր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ հասկանան, որ մենք բոլորս անկախ մեր տարաձայնություններից մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիենք եւ հավասարապես պաշտպանված ենք։ Այլապես ով ում հետ լավ հարաբերությունների մեջ չեղավ, ինչ անել, վերցնելու է հանձնի։ Իսկ միգուցե Սերժ Սարգսյանը հիմա մտավախություն ունի, որ չի բացառվում նաեւ իր կամ էլի որոշ մարդկանց արտահանձնում, ինչպես որ Ալիևը պահանջել էր ցուցակով։ Գուցե դա է մտավախություններից մեկը պարոն Սարգսյանի։ Ինչը իդեպ ասեմ, որ կատեգորիկ կերպով անընդունելի է։ Կատեգորիկ կերպով որևէ մեկը, ով ունի հայկական անձնագիր, ինքը չի կարող արտահանձնվել որևէ այլ երկրի պատասխանատվության ենթարկվելու հարցում։ Ավելին ասեմ, բոլոր ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտում, մենք իրաց բազմաթիվ հարցեր ունենք եւ հարցեր տալու իրավունք ունենք, բացառապես միայն մենք։ Մնացած որևէ այս տեսակ process-ները անթույլատրելի եւ դատապարտելի են։ Արտգործնախարարը վարչապետը բարբերաբար նշում են, որ աշխատանքներ է տարվում գերիների վերադարձի հետ կապված, միաժամանակ արձանագրում են, որ դեռ ցանկալի արդյունքի չեն հասել։ Դուք հավատում եք, որ լուրջ աշխատանք է տարվում կուլիսներում։ Ես որպես նախկինում իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մարդ կարող եմ հաստատել, որ գերիների վերադարձի հետ կապված որոշակի գործունեություն իրականացվում է եւ ես եմ բացառիկ դեպքերից էր, երբ ես պատրաստ էի համագործակցել այս իշխանությունների հետ բացառիկ հարցերից։ Մենք ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ, դետալները ասել չեմ կարող, որովհետեւ դա փակ ինֆորմացիա է, բայց ես գիտեմ, որ որոշակի աշխատանք արվել է, ասել որ դա բավարար է, ես պնդում եմ, որ ոչ։ Դա բավարար չի։ Ես հենց նոր ասացի Իսրայելի օրինակով, որտեղ ամեն քայլափոխի, ամեն ամբիոն օգտագործվել է այդ խնդիրը բարձրաձայնելու համար։ Նորից բացարձակ էական չի, մենք սիրում ենք այդ մարդկանց, չենք սիրում այդ մարդկանց, մենք համարում ենք իրենց հանցագից այս բոլոր process-ների։ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող մարդիկ կարող են դատապարտվել միայն Հայաստանում։ Մենք այդ հարցը պիտի լուծենք մեր մեջ։ Շատերը ես գիտեմ, որ կան մարդիկ, շատերը չի ասի, բայց կան մարդիկ, ովքեր ուրախացած տենց նախկինում ովքեր սրտնեղված էին եղել ինչ որ գործողություններին վիրավորված են իրենց համարել, իրենք մի տեսակ ուրախություններ կար, ասում դե լավ է, հիմա Բաքվի բանտում իրանց դատում են։ Դա ինչ ասեմ, իդեալիզմի դրսևորում է, որովհետև դու ինքդ քեզ համարում ես այնքան թույլ, այնքան անկարող, որ ինքդ չես կարողանում լուծել հարցեր եւ ուրախանում ես նրանով, որ քո հակառակորդ քեզ ճշնամաբար տրամադրված պետության տարածքում ապօրինի դատավարություններ են տեղի ունենում ու քո հայրենակիցներին դատում են այնտեղ։ Դե այդպես չի կարող։ Նշանակում է դու մտածում ես, որ դու պետություն ոչ ունես, ոչ էլ կարող ես ունենալ։ Ես այլ կարծիք ունեմ։ Ես գտնում եմ, որ մենք կարող ենք ունենալ եւ մենք պարտավոր ենք ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում այո, բոլոր պատասխանատուները, թե նախկին իշխանություններից, թե ներկա իշխանություններ կարող են պատասխանատվության ենթարկվել։ Տիկին Կարապետյանց քննչական կոմիտեի նախագահ խորհրդարանում մի շարք ուշագրավ հայտարարություններով աչքի ընկավ, մասնավորապես անդրադառնալով Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործին եւ մյուս հայտ իշխանությունների կողմից հեղաշրջման փորձ որակվող այդ գործին, նշեց, որ եղել է նման խոսակցություն պատերի տակ գյուլելու եւ ասում է մենք հիմա այդ գյուլելու թիրախների փնտրտուքի մեջ ենք։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում, այսինքն դեռ չեն գտել ում պետք է գյուլել, այսպես ասած, ինչպես է ձայնագրության մեջ է նշվում եւ արդեն գործեր կան, սա արդյոք հակասություն է, թե ոչ։ Ես լսել եմ ձայնագրությունը եւ ձայնագրության մեջ խոսակցությունը ապագայի հետ կապված ինչ բանով հիշում եմ այս պահին, խոսքը գնվել էր ամասին, որ բոլոր նրանք, ովքեր որ կհրաժարվեն մասնակցել, չգիտեմ, պետության պաշտպանության հարցերին, էլի ինչ որ այդ տեսակ բաներ, այսինքն
ապագայի հետ կապված ենթադրյալ ինչ-որ գործողություններ եւ ամենակարևորը, որ այդ խոսակցության շարունակություններ կա, որտեղ ներկաներից մի մասը առնվազն գոնե ասում են, որ դա ընդունելի տարբերակ չի, որ այդպես չի կարող լինել։ Հիմա քննչական կոմիտեի ղեկավարը առանց անհարմար զգալու իր տարիքից, չգիտեմ, իր կարգավիճակից հանրային հեռուստաընկերություն օգտագործեց որպես հարթակ մարդկանց մանիպուլյացիայի մեջ, այսպես մանիպուլացնելու։ Նույն բանը արեց գլխավոր դատախազը ազգային ժողովի թիվ 1 կոչվող ամբիոնից, որտեղ եկավ ու ներկայացվեց հատվածային, դե այն պատգամավոր այն անհասկանալի վարքագծով ու մտածողության պատգամավորներին, որոնք Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուն են, ու պրոպագանդիստների մասին իսկ չեմ էլ խոսում, որտեղ նրանց մասին խոսալու բան չկա, նրանք ոչ մտածելու կարողություն ունեն, ոչ էլ վերլուծելու։ Բայց պետական պաշտոնյաներ, ովքեր որ հնարավորություն ունեին, այսինքն այդ տեղեկատվությանը ամբողջությամբ էին տիրապետում ու եկան օգտագործեցին ազգային ժողովը եւ հանրային հեռուստաընկերությունը այս տեսակ մանիպուլյացիաներ տարածելու համար, հասարակության մեջ այս տեսակ ատելություն որոշակի խմբի նկատմամբ գեներացնելու համար, սա դատապարտելի է, սա հանցագործություն է։ Դու ունես, գիտեք, եթե ինչ որ լրագրողներ, բլոգերներ, ինչ որ պրոպագանդիստներ կարող են չունենալ ամբողջական տեքստը, այդ ձայնագրությունը, ապա գլխավոր դատախազ եւ քննչական կոմիտեի նախագահան հաստատապես դա պիտի ունենային։ Երկրորդն էլ այդպիսի հայտարարություններ անելուց առաջ պիտի իրանց հաշիվ տային, պիտի մի հատ վերցնեն, իրանց ոնց որ մենք նստեցինք, լսեցինք բոլորս, հետաքրքրված մարդիկ, իրենք էլ պիտի նստեին ու լսեին։ Ես այնքան շնորհակալ եմ այն քաղաքասարակության ներկայացուցիչներին, ովքեր adekvatության մեջ մնացին եւ միջև վերջ պնդում են եւ հիմա էլ շարունակում են պնդել, որ կտրտված մոնտաժված նյութերով չի կարելի այդպիսի հայտարարություններ անել, որ դա հանցագործություն է։ Ավելին դրանց հիման վրա ինչն են ման գալի, ապագայի ենթադրյալ ինչ-որ պրոցեսներից հետո, եթե գանք իշխանության, եթե չեմ սխալվում, սենց էր տեքստը, եթե մենք գանք իշխանության ու բոլոր նրանք, ովքեր, չգիտեմ, կհրաժարվեն բանակում ծառայելուց կամ չգիտեմ, ինչ-որ դավաճանական գործողություններ կան, այս մարդկանց պետք է օրինակ անթույլատրելի ինչ-որ գործողություններ անել։ Հիմա այդ ենթադրյալ մի քանի պրոցեսները բաց են թողել, քրեական գործ են։ Հարուցեմ անեն գալի ում պիտի գյուլեն, հա։ Դե ինչ ասեմ, եթե ուրիշ զբաղմունք չունեն, ուրիշ կարևոր գործեր չունեն, օրինակ ես կառաջարկեի քննչական կոմիտեի նախագահին գնալ ու հետաքննել Մերձավանի սպանությունը, այդ նույն ջանասիրությամբ գնացեք այնտեղ, որովհետև այնտեղ կոնկրետ մարդ են սպանել։ Եվ հասկացեք ու գտեք, արդյոք այդ սպանությունը պատահականություն էր, արդյոք այդ սպանությունը չտեսնելու ու իրավապահների չգործելու, չտեսնելու տալու արդյունք էր, թե իսկապես տենց էքսցեսեր, որը տեղի ունեցավ։ Շատ ավելի կարևոր հարցեր կան։ Բայց քանի որ մի ամբողջ համակարգ, մի ամբողջ արդարադատության համակարգ լծված է օրվա իշխանությունների կապրիզները, հա, բուրըն ֆանտազիաները սպասարկելու, այս վիճակը շատ ստանդարտ վիճակ է, հա, սա էլ պիտի լիներ, ուրիշ ինչ պիտի լիներ։ Հանցագործության մակարդակը այնպես է բարձրացել, որ արդեն աննկարագրելի վիճակ է։ Ամեն օր վախենում ես միացնես հեռախոսը լուրերը կարդաս, որովհետև հասկանում ես, որ ամեն օր ինչ որ միտեղ սպանություն, ինչ որ միտեղ ինչ որ բավականին լուրջ ծանր հանցագործությունների թիվ ավելացել այականորեն, բայց պատճառ ունի, չէ՞ դա, որովհետև այո, այդ կանխարգելիչ, այդ օպերատիվ աշխատողները բոլորը լծված են մի բանի, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ հավաքելով, եկեղեցու բակում անհասկանալի պրոցեսներին մասնակցելով կամ ապահովելով, այսպես ասած, որոշ մարդկանց անվտանգությունը։ Եթե բան ու գործը թողած զբաղվում են անհասկանալի ինչով, պարզա որ վիճակն էլ այսպեսին է լինելու։ Դուք վերջին շրջանի այս աղմկահարույց հանրային հնչեղություն ստացած այս կալանավորումները համարում եք քաղաքական, թե ոչ։ Սամվել Կարապետյան, Վարդան Ղուկասյան, հոգևորականներ։ Տեսեք, ես երևի կբաժանեի երկու մասի։ Մի մասը այդ այն կալանավորումներն են, որոնց մեջ ներգրաված են մարդիկ կամ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մեղմ ասած նախկինում այդքան էլ օրինապաշտ վարքագիծ չեն դրսևորել։ Այսինքն օրինակ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ ես հիշում եմ խոսքը Գյումրիի քաղաքապետի մասին, ես հիշում եմ, որ հրապարակվեց, որ մի տասնյակից ավել քրեական, այսինքն երկնիշ թիվ էին հրապարակում, եթե չեմ սխալվում, խոսքը 17 գործերի մասին էր քրեական։ Երբ որ դու ունես 17 քրեական գործեր հարուցված, եւ այդ 17 քրեական գործերի շրջանակներում
պատասխանատվության ենթարկելու, կալանքի տանելու հիմքեր չես գտնում, երկու տարբերակ կա, հա, կամ դու անձեռնահաս ես, կամ դուք պայմանավորվել եք ինչ-որ բանի շուրջ, կամ չգիտեմ ինչ ունեք այնտեղ։ Ու եթե դու նոր առիթներ ես փնտրում ես մարդուն ընտրվելուց հետո, քո պարտությունից, ամենակարևորը, քո պարտությունից հետո եւ այս մարդկանց ընտրվելուց հետո նոր քրեական գործեր ես ստեղծում, սա, չգիտեմ, ինչա, սա այդքան էլ ճիշտ չի, էլի, նորմալ չի։ Դա նշանակում է, որ դու նախկինում արված հանցագործություններ ինչ ես արել, անտեսել ես, թե ուղղակի թիվա հայտարարել ես կամ հետապնդումա, որը անօրինական իրականացրել ես։ Սամվել Կարապետյանի պարագայում սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, որովհետև ես շարունակում եմ պնդել, որ Սամվել Կարապետյանը նորից այս մարդը մեր քաղաքական օպոնենտն է, բայց ես պնդում եմ, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ դասական, դասագրքային, քաղաքական հետապնդում է, որովհետև ոչինչ չի ասել։ Բառացիորեն ոչ մի քայլ ու համենայն դեպս մինչև այս պահը բացի իր հարցազրույցից ուրիշ ոչ մի դետալ չեն ավելացրել, անգամ եթե ավելացներ, իր առաջի կալանքը հաստատապես դա քաղաքական հետապնդում էր, որովհետև եթե կալանքի տանում են մենակ այդ հարցազրույցով, ես կխնդրեմ մեր լսարանին նորից լսել այդ հայտնի հարցազրույցը, որտեղ բառացիորեն ոչինչ չի ասվել։ Ու սա շարունակական բնույթ է ունենալու, որովհետև ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը իր ձեռքի տակ, քանի որ արժե համակարգերից բացարձակ դուրս է եւ նպատակ ունի վերարտադրվելու, որտեղ իր համար սա լինել չլինելու խնդիր է, իր վրա դրված պարտավորությունները իրականացնելու խնդիր կա եւ ամենակարևորը լինել չլինելու խնդիրն է, այս մարդը ամեն գնալու է ընտրությունների։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ այտենց, ինչ ասեմ, չեն ընկալում պահի լրջությունը եւ շարունակում են, չգիտեմ, քաղաքականություն խաղալ կամ փորձում են իրենց ուժերը չափել, թե ով ավելի շատ տոկոս կհավաքի ընտրություններին, առանց գիտակցելու, որ լուրջ համախմբում անհրաժեշտ process-ը գեներացնելու համար, այս մարդուն հեռացնելու եւ պետականության նոր հիմքեր դնելու, այս մարդիկ, ինչ ասեմ, շատ ծանր վիճակում են գտնվում եւ իրենք ուղղակի օգնում են Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու։ Շատ պարզ հաշվարկ կա, շատ պարզ։ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարցումներով 15-ից 18%-ից ավել այդ միլիոն 200,000 ենթադրյալ ընտրողների, հա, նու թիվը քիչ տարբերվում է, բայց վերցնենք 1,200,000 ընտրողի մեջից ընդամենը 15-18% ունի։ Եվ այս սփոյլերը, որոնք իրանք անելու են, այսինքն մասնակցելու են ձայները փոշիացնելու համար, դա միայն Նիկոլ Փաշինյանին օգնելու նպատակ է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը չի կարող հավաքել ավելին, քան առանց կեղծիքների, առանց ադմինիստրատիվ ռեսուրսներ գեներացնելու, առանց, այսինքն անգամ ռեսուրսները գեներացնելու, հենա տեսանք Օղանավանքի բակում ինչքան մարդեր կարողացե գեներացնել։ 50,000-ից ավել ձայն ամբողջ հանրապետության տարածքում ինքը իսկապես չի կարող հավաքել։ Ու ինքը գնալու է այս ճանապարհով, որտեղ տարբեր կուսակցություններ թիմեր, չգիտեմ, գիտակցված թե անգիտակից, բայց օգնելու են Նիկոլ Փաշինյանին իրենց վարկով, իրենց փոշիացման ճանապարհին այդ գործնեությամբ ուղղակի օգնելու են Նիկոլ Փաշինյանին։ Սա շատ հստակ դրված խնդիր է։ Կամ մենք կհասկանանք, բոլորս կհասկանանք ու հաշիվ կտանք, մեզ կմիավորվենք, կամ բավականին լուրջ խնդիր ենք ունենալու։ Պատարակին գնալը, երբ որ իշխանություններն էլ օրինակ հայտարարում են, որ ոչ մեկի պարտադրաբար չեն տանում, բոլորից իր ցանկությամբ են, ցույց է հետևություններ անելու, թե որ քաղաքական ուժը ինչքան աջակցություն ունի հանրային։ Եթե դու ունես ադմինիստրատիվ ռեսուրսներ անսահմանափակ, իսկ բոլորը արդեն կարծում եմ վստահաբար գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը եթե հրահանգ է տալիս, բոլորը գալիս են մի գծով, քայլում են մի գծով, շարվում են մի գծով, քվեարկությունների են մասնակցում անկախ նրանից համաձայն են թե անհամաձայն են, իսկ անհամաձայների վերաբերյալ շատ արագ քրեական գործեր են հարուցվում, Հովիկ Աղազարյանը ձեզ 1, Քերոփյանը ձեզ 2, չգիտեմ, էլի տարբեր Սանասարյանը ձեզ 3, ու այդ քրեական գործերը ավարտին ոնց որ հասկանում եք չեն հասցվում։ Իրանք տենց օդի մեջ անընդհատ պահում են, որպեսզի մահակ լինի, էլի։ Պարզա որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է գեներացնել Օղանավանքում առավելագույնը, որովհետև իհարկե ինքը կուզենար, որ Բաքվում լիներ։ Ես այն երիտասարդի կարգալույց արված հոգևորականի հայտարարություն եմ հիշում, ինչ ոգևորված ասում էր, դե կտեսնեք 10,000 մարդ է գալու, իրան երևի խոստացել են, որ 10,000 մարդ է գալու, իրան է թվում էր, թե ինքը բանն է, տենց, ինչ ասեմ, լավ, վատ համեմատություններ չանեմ, էլի, տենց
բան կարկառում հոգևորական է ու տենց բարոյական գրող է, հա, նորմերի գրող է ու տենց մեծ ներդրում ունի այս ոլորտում իր հետևից է 10,000 հոգի մարդ էին գալու, երբ չէին գալու, դա խոստումներ, որը տրվել էր իրան, որ 10,000 մարդ կհավաքեն կբերենք, դա հաշվարկ է, որը սխալ դուրս եկավ։ Պաստորեն անգամ Նիկոլ Փաշինյանի շատ թիմակիցներ ոչ միայն չեն եկել, այլ նաև տենց մեղմ ասած, եթե հնարավորություն ունենային դուրս գալու, ընթացքից դուրս կգան։ Ինքը խնդիր ունի, եթե կարողանար հավաքել, կհավաքեր։ Տիկին Կարապետյան, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանի հետ չհամաձայնվողներին քրգործերով են տանում Աղազարյան, Սանասարյան, Քերոբյան։ Մենք նույն իրավիճակը կարծեք թե ունենք Մայրաթորի դեպքում, ամենայն հայոց կաթողիկոսի կարծիքից տարբերվող կարծիք հայտնող հոգևորականներին էլ կարգալույց են անում, սա ինչպես եք մեկնաբանում։ Հայ Առաքելական եկեղեցին ունի իր կառուցվածքը, իր տրամաբանությունը, իր կանոնները աշխատելու եւ դա ես չեմ որոշում, դա յուրաքանչյուր եկեղեցի, յուրաքանչյուր կրոնական կազմակերպություն ունի իր ներքին կանոնադրությունը։ Այնտեղ վերտիկալը հարաբերությունների շատ հստակ է։ Ոչ մի խախտում չկա այս process-ի մեջ։ Իրենք ունեն իրենց խաղի կանոնները եւ որևէ մեկը չի կարող մտնել ու խառնել այդ կանոնները՝ ի տարբերություն քաղաքական կամ քաղաքացիական կյանքում տեղի ունեցող process-ների, որոնք հստակ օրենքով են սահմանված։ Նիկոլ Փաշինյանը չի կարող պարտադրել որևիցե մեկին իր կրոնական համոզմունքներին հակառակ ինչ որ process-ների մասնակցել։ Դա հակասահմանադրական process է, դա միջազգային կոնվենցիաներին հակառակ process է։ Եկեղեցիները կամ կրոնական կազմակերպությունները այլ տրամաբանությամբ են աշխատում։ Իրենք այլ կանոնակարգեր ունեն եւ Հայ Առաքելական ի տարբերություն այլ եկեղեցիների, Հայ Առաքելական եկեղեցի այդ կանոնները գործում են 1700 տարի։ Եվ իր պահպանության, իր ինստիտուցիոնալ կառույց պահպանվելու տեսակետից հենց այդ կանոններն են, որ օգնել են պահպանել ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, առանձին դեպքերում, իրավիճակներում, նաև հայ ժողովուրդն են օգնել պահպանել, մեր լեզուն են օգնել պահպանել, մեր պատմությունն են օգնել պահպանել։ Այնպես որ սա լրիվ տարբեր բաների մասին է, դա ոնց որ ասեք, չգիտեմ, շատ տարբեր բաներ են, լավ համեմատություններ չբերեմ, հաջող համեմատություն չէ, բայց սրանք լրիվ տարբեր բաների մասին են։ Օրինակ, թեկուզ այդ նույն եկեղեցական կանոնները, երբ մի հոգևորականի դեպքում լրիվ այլ կերպ է գործում, մյուսի դեպքում այլ կերպ է գործում, սա եւս խնդիր չէ, օրինակ, երբ որ հոգևորականը քաղաքական գործընթաց է սկսում, Մայրաթորը օրհնում է, օրինակ Բագրատ Գալստանյանն ասում էր մենք ունենք վեհապար օրհնությունը, երբ այն մեկը նիկոլական դիրքորոշում է հայտնում կամ իշխանական դիրքորոշում Բալթյան պետությունների հոգևոր առաջնորդ Վազգեն Միրզախանյան ասում է մենք արեք աղոթենք խաղաղության համար, եմը գնալու համար, Մայրաթորը կոշտ քննադատում է։ Սա խնդիր է, սրա մասին պետք է խոսի եկեղեցուց դուրս գտնվողը, թե ոչ։ Նախ Բագրատ Սրբազանը ինքը ոնց որ ասեց սառեցրել է իր, ես չգիտեմ տենց ընթացակարգ կա թե չկա, բայց եթե կարելի է հապկում սառեցնել հարաբերությունները, ինչի Սրբազանը չի կարող իր կարգավիճակը սառեցնել, դա այդ մի կողմն է, մյուս կողմը նորից վերադառնալով եկեղեցիներին։ Եկեղեցին ինքը ներսում պիտի որոշումներ կայացնի։ Սա մի համակարգ է, որը ունի որոշումներ կայացնելու շատ հստակ գործառույթներ, հա, իրենք ունեն հատուկ հանձնաժողովներ, իրենք ունեն հատուկ ոնց է կոչվում, կդժվարանամ ճշգրիտ անունը նշել, բայց ես գիտեմ, որ այնտեղ կան հատուկ հանձնաժողովներ, որոնք քննարկում են, այսինքն թիմային որոշումներ են նաև կայացվում, քննարկումների հնարավորություն են տալի, տեսակետներ հայտնելու հնարավորություն են տալիս, այսինքն դա միջավայր է, որի ներխուժելը այդ process-ի մեջ խառնվելը, դա իմ ֆունկցիան չի կարող լինել։ Տիկին Կարապետյանց, ինչու հանրային հեռուստաընկերության տնօրենին չէիք հրավիրել հանրայինը հանրությանը վերադարձնելու քննարկումներին, որովհետև նա հրապարակումներից է տեղյակ եղել եւ հետո էլ ասում է այդ նույն ՀԿ-ները անձինք, որոնք հիմա մեզ քննադատում են, մենք շատ ժամանակ իրենց պատրաստած հոլովակներն էլ ենք հեռարձակել։ Ես չգիտեմ իրենք ում հոլովակներն են հեռարձակել, բայց մենք բոլորս հետևել ենք
մասնակիցները, ովքեր կլոր սեղանի մասնակիցներ են, բոլորս հետևել ենք այդ process-ներին ու տեսել ենք, թե ինչպես է իրականացվում եւ ինչպես է օրենքի խախտմամբ իրականացվում այդ քննարկումները, ինչպես են ձևական առումով, ֆորմալ առումով կարողանում ցույց տալ, որ ներկա են այդ թվում նաև ընդդիմադիր կոչվող մարդիկ, բայց ինչպես են լրացնում եւ թույլ չեն տալի մարդկանց խոսել, իրենց տեսակետները հայտնել, ինչպես են անհավասար բաժանվում ժամանակը, ինչպես են պրոիշխանական մոլի երկրպագուները կամ պրոպագանդիստները օրինակ բանավեճի ժամանակ հրավիրվում հենց առաջին պահից եւ իրենց անսահմանափակ խոսելու ժամանակ են տալի եւ հակառակը այլ տեսակետ ունեցողներին ինչպես են ասում պոչից են գցում որ սկի ժամանակ չունենան խոսալու այդ կարճ ժամանակն է որը տրամադրում են ինչպես են բառը մի քիչ կոպիտ կհնչի, բայց ողմակային հարձակում իրականացնում ու փորձում լրացնել ու տեսակետը թույլ չտալ էլի որ բան անել։ Մենք իմիջիայլոց բոլորովին կարիք չկար այնտեղ իրանց ներկա գտնվելու, okay, բոլորովին կարիք չկար իրանց այնտեղ ներկա գտնվելու, որովհետև այս պահին դա իրենց հետ քննարկելու ոչինչ չկա, կա գործող օրենսդրություն եւ այդ օրենսդրությունը հստակ պիտի իրանք իրականացնեն։ Այնպես չի որ մեր պահանջները մեր ցանկությունների կամ ֆանտազիաների վրա է հիմնված։ Մեր պահանջները հստակ հիմնված են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության վրա։ Այդ օրենսդրությունը իրանց էլ է հասանել երևի։ Մենք իդեպ պատրաստում ենք նամակ ուղարկելու միջազգային եւ դիվանագիտական ներկայացություններին այստեղ Հայաստանում եւ միջազգային այն բոլոր կառույցներին, որոնք որ լրատվական այս հարթության մեջ հեղինակավոր կառույցներ են հանդիսանում, ներկայացնելու իրավիճակը բացատրելու եւ իրենց նաեւ արձագանքներ ակնկալելու եւ հետո մենք Գուցե հնարավոր լինի մենք ամենայն դեպս հույս ունենք որ մոնիտորինգային խումբ միջազգային անկախ մոնիտորինգային խումբ այստեղ կգործի հանրայինի արդեն արած աշխատանքը գնահատելու այն ինչ որ իրանք ներկայացնում են որպես շատ արդարացի տենց բան օրենքի տարեց բխով Հարկացու այդպիսի հնարավորություն հիմիկվա ժամանակակից բանը թույլ է տալիս, հա տեխնիկան թույլ է տալիս, իրենց բոլոր հրապարակումները կան նաև համացանցում, շատ հեշտ այդ process-ը իրականացնեն, մոնիտորինգ անեն, տեսնեն, իրանց գործունեությունը համապատասխանում է գործող օրենսդրությանը, թե չէ։ Իրենց էլ այդ նամակից մի օրինակ էլ ասում է իրենց կուղարկենք, իրենք ունեն այդպիսի պարտավորություն, իրենք իրենց պարտավորությունը չեն իրականացրել եւ հիմա կանչել իրանց հետ խոսենք, ինչի մասին խոսենք, որ ինչ, իրանք չգիտեն, իրանք ինչ պարտավորություններ ունեն։ Ու խոսելու բան չկա իրականում։ Եվ այնպես չի որ սա նորարարություն է, այնպես չի որ հանրայինի պրոպագանդիզմով զբաղվելու պրոպագանդիստական վարքագիծ դրսևորելը նորարարություն է բոլոր ժամանակներում այսպիսի իրավիճակ ա եղել, այս նույն տրամաբանության մեջ ա եղել եւ այս իշխանությունը նույն տրամաբանության մեջ շարունակում է օգտագործել հանրայինի այսինքն մեր որպես հանրություն վճարած հարկերով հանրային հեռուստաընկերություն օգտագործվում որպես օրվա իշխանության այդ բառացիորեն գեբելսական բանի պրոպագանդայի գործիք որպես այնպես որ այո սրա արձագանքը պետք է լինի շատ կոշտ սպասեք կոշտ նամակների Դուք ունեք հնարավորություն որպես նաև նախաձեռնության ղեկավար կազմի ներկայացուցիչ ձեր խոսքը հանրայինով հայցպես հանրությանը փոխանցելու հնարավորություն թե ոչ դա ձեզ տրվում է թե ոչ Մեր արդեն կազմակերպված կլոր սեղանից, երբ որ մենք հայտարարություն տարածեցինք, որ այս հարցի շուրջ, այսինքն Հ1-ին հանրությանը վերադարձնելու հարցով կլոր սեղան ենք պատրաստվում կազմակերպել, եթե չեմ սխալվում, հենց հաջորդ օրը զանգ եղավ, ինձ հրավիրեցին, ես ասացի, որ գործընկերներից հետ պիտի մերժեմ, որովհետև գործընկերներից հետ պատրաստվում ենք որոշակի process իրականացնել եւ դրանից հետո մենք կհասկանանք, մենք մասնակցում ենք որևէ process-ի, այսինքն քննարկումների կամ մասնակցում ենք Հ1-ի հրավեր, ընդունում ենք Հ1-ի հրավերները թե չենք ընդունում, ըստ այդմ կհասկանանք մասնակիցներու ենք թե չէ, բայց մենք հետևել ենք process-ներին ու հասկանում ենք, որ այնտեղ շատ հետաքրքիր էլի տիեզերական մասշտաբի մանիպուլյացիաներ են անում, որպեսզի մեր լսարանն ավելի պատկերավոր լինի։ Տեսեք, օրինակ 4 հոգանոց քննարկում են անում։ Այդ 4 հոգուց երկուսը նույն կազմակերպությունից են եւ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագու եւ բառացիորեն պրոպագանդիստական գործունեություն իրականացնող մարդիկ են, բայց իրանք ներկայացվում են որպես տարբեր, այսպես մեկը ներկայացվում է որպես կառույցի այդ
ՀԿ-ի, այսպես ասած, ներկայացուցիչ, մյուսը ներկայացվում է որպես էքսպերտ, այնինչ այդ երկու մարդ էլ աշխատում են նույն թիմում եւ ուղիղ աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ կամ իր համար կամ չգիտեմ ոնց են ասում։ Մեկը հրավիրվում է որպես տենց միջանկյալ կիսա անդիմադիր կարգավիճակով եւ մեկին էլ հրավիրում է, որին ընդհանրապես հնարավորություն չեն տալի ոչ խոսելու, ոչ գործելու, ոչ ինչ որ իր կարծիքը հայտնելու։ Այսինքն սա է դրամաբանությունը ՀՄԿ-ի, էլի։ Էլ չասեմ, որ եթե բանավեճներ են լինում, ուղղակի լրացնում են այնպես, որ որևէ շանս չունենա մարդը իր տեսակետը հայտնելու։ Էլ ծաղրով, էլ սենց շատ, ինչ ասեմ, շատ տահաճ վարքագծով, հա, տենց մարդկանց թիրախավորելով, նսեմացնելով մարդկանց կամ իրականության հետ ոչ այդքան կապ ունեցող process-ներ ներկայացնում։ Մի խոսքով, շատ հետաքրքիր գործիքակազմ են օգտագործում, սա շատ ընդունված է ոչ ժողովրդավար երկրներում ու քանի որ մենք էլ ոչ ժողովրդավար երկիր ենք, իրականում ցավոք սրտի մենք նույն այդ բանն ենք քաշում, հա, ասում այդ նույն դժվարության մեջ ենք շարունակում գործել։ Իսկ ուր են միջազգային զեկույցներում Հայաստանի ոչ ժողովրդավար լինելու մասին արձանագրումները, Տիկին Կարապետյանց։ Ես էլ եմ սպասում, ես էլ եմ անկեղծորեն սպասում եմ, որովհետև չի կարող այն բազմաթիվ գործողությունները սկսած քաղաքական հետապնդումներից վերջացրած այս ամբողջ process-ը, որը տեղի է ունենում եկեղեցու վրա հարձակումը, օրինակ ՀՄԿ-ի ոչ անկախ լինելը, ոչ հավասարաչափ լինելը, այս բոլոր հարցերի պատասխանները իհարկե պիտի լինեն միջազգային զեկույցներով։ Եթե այդ միջազգային կառույցները իրենց համարում են անաչառ, պրոֆեսիոնալ եւ մնացած բոլորը։ Ես դեռ ժամանակ կա արձագանքելու միջանկյալ թեև ծայրահեղ դեպքերում ես հիշում եմ ինչպես են միջազգային կառույցները միջանկյալ զեկույցներ հրապարակում առանձին դեպքերի իրադարձությունների հետ կապված ես այո անկեղծորեն սպասում եմ որովհետեւ այն ինչ որ տեղի ունենում հիմա դա խիստ դատապարտելի է դա անթույլատրելի է դա կոնվենցիոն իրավունքների կոպտագույն խախտում է կոնվենցիաները Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կամ չգիտեմ հայ առաքելական եկեղեցին կամ որևէ մի խումբ իրանք մենք չենք դա սահմանել այդ խաղի կանոնները սահմանել են հենց այդ նույն միջազգային կառույցները մեծ խաղացողները այդ միջազգային հեղինակավոր այդ թվում նաև իրավապաշտպան կառույցները դուք եք սահմանել խաղի կանոնները մենք ընդունել ենք այդ խաղի կանոնները եւ համարում ենք որ այո դա շատ ճիշտ տարբերակ է ներողություն այդքան է ճիշտ հիմա եթե դուք ձեր սահմանած կանոնները չեք պահում ես ուզում եմ հասկանալ ինչի դիմաց չեք պահում, որ ինչ լինի։ Ես հասկանում եմ, որ շատ ու շատ տեղերում արևմտյան, այսպես թևը հետաքրքրություն ունի արևմտյան թևը հետաքրքրություն ունի Ռուսաստան այստեղից հեռացնելու եւ այն ինչ որ արվում է հիմա տարբեր ուղղություններով այդ հարձակումները թե քաղաքական թե հասարակական կառույցների թե եկեղեցու վրա դա ուղիղ իմաստով ինչ ասեմ անտեսումն է այս process-ների չտեսնելու տալն է սա չի կարող համարվել ես հասկանում եմ իրանց հետաքրքրությունը քաղաքական հետաքրքրությունը արևմուտքի բայց միևնույն ժամանակ ես խնդիր ունեմ ձևի հետ կապված բովանդակության հետ կապված դուք չեք կարող թույլ տալ մի ամբողջ հազարամյակների պատմություն ունեցող կրոնական կազմակերպության վրա այսպիսի լկտի հարձակում չափազանց կարևոր են հետևյալ միտքը եթե մենք ուզում ենք իսկ մենք այն ուժերից ենք որոնք ուզում են ունենալ ժողովրդավար երկիր իրավական երկիր ունենալ անվտանգ երկիր բոլոր իմաստներով անվտանգ երկիր որովհետև ներքին այսպիսի խառնաշփոթ իրավիճակը ուղիղ ազդում է մեր արտաքին անվտանգության վրա հետևաբար բոլոր այն առողջ ուժերը, որոնք որ այսպիսի ցանկություն ունեն, իրենք պարտավոր են ուղղակի դատապարտել։ Եթե արևմուտքը իսկապես ցանկանում է տեսնել Հայաստանը ժողովրդավար, իսկ մենք այդպիսի ցանկություն ոչ միայն ունենք, այլև մեր անցած ճանապարհով ենք ապացուցել, որ մենք կարող ենք եւ ուզում ենք ունենալ այդպիսի համակարգ, իրենք պիտի ուղղակի աչք չփակեն այս process-ների վրա, իրենք պիտի խստորեն դատապարտեն այս process-ները եւ օգնեն ուղիղ հակառակը, օգնեն բոլոր այն կամ տեսնեն այն ուժերին, որոնք որ իսկապես պատրաստ են այս գործունեությունը իրականացնել եւ կյանքի կոչել։ Սրանք բացարձակ ոչ ի վիճակի են, ոչ էլ ցանկություն ունեն։ Իրենց անցած ճանապարհը շատ կարեւոր է հասկանալ։ Այս հատկապես այս իշխանությունների եւ ոչ միայն այս իշխանությունների անցած ճանապարհը
իրական ժողովրդավարության, իրական իրավական երկիր լինելու պայմաններում ուղղակի իրենց համար խնդիր առաջացնելու։ Իրենք դատապարտվելու են այն բոլոր գործողությունների համար, որոնք իրականացնում են հենց հիմա լրության ներքո, չտեսնելու ներքո։ Հետևաբար այս իշխանությունները բացարձակ ի վիճակի չեն եւ ցանկություն չունեն եւ չեն էլ անելու որևէ գործողություն, որը կտանի մեր ժողովրդավարության, որը կտանի մեզ արդարադատության համակարգի վերականգնման, որը մեզ կտանի իրավական պետություն լինելու։ Դա անելու են այն առողջ ուժերը, որոնք դրա կարողությունը, ունակությունը եւ ամենակարևորը ցանկությունն ու պարտավորվածությունն են իրենց զգում հաջորդ սերունդներին թողնել իրապես լուրջ հիմքեր նորմալ պետություն ունենալու համար։ Տիկին Կարապետյան, Սերժ Սարգսյանը միջազգային արևմտյան արձագանքի հետ կապված հարցազրույցում մի այսպիսի միտք հնչեցրեց, ասում է առաջ իր իշխանության օրոք խոշորացույցի տակ էին, ուսումնասիրում էին ամեն դրվագով դիրքորոշում էին հայտնում եւ Հայաստանի իշխանությունները դա անում էին, որովհետեւ հետո դա ուղիղ անդրադարձ էր ունենում բանակցային գործընթացի վրա, Սերժ Սարգսյանն ասում է զգում էինք այդ դրական վերաբերմունքը համանախագաներից։ Ըստ էության նրա ասածի ենթատեքստն այն էր, որ աշխարհաքաղաքական զարգացումներով, իրադարձություններով նաև կապ ունի այս լռությունը, այսինքն Արցախ չկա մեջտեղում եւ միջազգային հանրությունը լռում է։ Կամ կարելի է ասել, որ այս լռության գինը այդ Արցախի կորուստն էր։ Դուք այս պնդման հետ համաձայն եք կամ ինչպես կմեկնաբանեք։ Դժվարանամ ասել, որ հենց սա էր գինը, բայց ցանկացած միջազգային խաղացող ինքը ունի իր հետաքրքրությունները եւ ինքը ցանկացած նորմալ պետություն առաջնորդվում է իր հետաքրքրություններով։ Հիմա հայկական հետաքրքրությունը ինչի մեջ է։ Մեր հետաքրքրությունը պիտի լինի նորից շատ կարևորելով միջազգային գործընկերների ճիշտ adekvat արձագանքն ու վարքագիծն ու պահվածքը, միևնույնն է մեզ համար պիտի առաջնային լինի, մեզ համար մենք ինչն ենք կարևորում, մենք ինչ պետության մեջ ենք ուզում ապրել։ Մենք մեր զավակներին, որպես յուրահատուկ երեխաներին սիրող, զավակներին սիրող, այսպես հանրություն, ժողովուրդ, որը ամեն ինչ անում է իր զավակների համար, մենք ամենակարևորը անելու ենք, թե չէ, մենք պետականություն, նորմալ պետականություն թողելու ենք, որպես ժառանգություն մեր զավակներին, թե թողելու ենք այն այլանդակ ու այլասերված համակարգերը, որոնք մենք ունեցել ենք եւ շարունակում ենք ունենալ այսօր։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ծնող ինքը իր համար պիտի այս որոշումը կայացնի, ինքը իր զավակներին ինչ տեսակ պետություն է մաղթում, ինչ տեսակ պետության համար է ինքը պայքարում եւ հատկապես երիտասարդներին է խոսքը ուղղված։ Մենք ունենալու ենք 26 թվականը կամ գուցե դրանից մի քիչ ավելի շուտ մենք ունենալու ենք ընտրություններ։ Դուք ինչ տեսակ պետության մեջ եք ուզում ապրել։ Դուք ուզում եք արտագաղթել, թե ուզում եք ձեր պետությունը ունենալ, որտեղ չկա աշխարհում ավելի լավ միջավայր, քան քո ստեղծած, քո ցանկություններով, քո պատկերացումներով, քո արժե համակարգերով ստեղծված պետականություն ուղղակի չկա։ Այսօրվա աշխարհը այլևս այն աշխարհը չի, որը կար 10, 15, 20 տարի առաջ։ Այսօրվա արևմուտքը ելեն արևմուտքը չի, որը կար 10, 15, 20 տարի առաջ։ Ոչ մի երկիր այլևս նույնը չի։ Մենք մեզ համար պիտի կառուցենք մեր պետականությունը, մեր արժեքների վրա հիմնված, համամարտկային այդ թվում արժեքների վրա, այն ինչ որ շատ ժողովուրդներ արդեն անցել են երկրներ, այդ ժողովրդավարությունը, որը շատ կարևոր է, որպեսզի մի դիկտատոր կամ մի, չգիտեմ, դեգեներատ չգա ու ամբողջ ժողովրդի ճակատագիր որոշի ու գնա լուծումներով, որը որ կործանարար կլինեն ամբողջ ժողովրդի համար։ Չլինի մի իշխանություն, որը կգա մի համակարգ, որի պայմաններով մի հոգին կգա ու կզավթի ամբողջ իշխանությունը H1-ից մինչև կենտրոնական դրական հանձնաժողով կամ, չգիտեմ, գլխավոր շտաբից մինչև ուր ասեք, մշակույթ։ Ու ինքը որոշի, թե սրանից հետո որն արժեքավոր է։ Սրանից հետո ինքը որոշի իր կրթություն չունենալու պայմաններում, որ ինքը բանը ժողովրդին է կրթելու, հասկանում եք։ Մենք պիտի ունենանք ճիշտ կառուցված համակարգ, նորմալ համակարգ, կայուն համակարգ։ Եվ սա է լինելու մեր լինել, չլինելու, մեր ճիշտ զարգանալու, մեր երեխաներին լավագույն ապագան թողելու հնարավորությունը։ Շնորհակալություն Տիկին Կարապետյան հարցազրույցի համար։